խնդրեմ համեցեք։ Նախ Պարոն Կոստանյան, դուք չարաչար սխալվում եք, ինչպես միշտ, եւ այս իշխանության շատ ներկայացուցիչներ են այդ սխալմունքի մեջ հայտնվել, ու իրենց թվում է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները միայն գործող իշխանության օրակարգն է, առանց զգալու այդ պատասխանատվությունը։ Այնուամենայնիվ ես նշեցի, որ հայերեն տեքստը անորոշությունների հսկայական տեղ է բացում։ Երկրորդը, կոնկրետ հարցադրումներին պատասխաններ չկան։ Եվ երբ որ ես խոսում եմ առաջադրման մասին, նման մասնակցության դեպքում, Հայաստանի պարտավորությունն է արձագանքել, ես չեմ ասում Հայաստանը ստիպված է լինելու ասել այո, բայց պարտավոր է արձագանքել։ Հիմա սրա պատասխանը դուք չունեք, այս անորոշության պայմաններում առաջարկում եք, որ քվեարկվել։ Մեր խմբակցությունը ձեռնպա է քվեարկելու։ Շնորհակալություն, վարման կարգով Սոնա Ղազարյան, համեցեք։ Պարոն Մանուկյան, տարիքը դեռ փորձ չի ենթադրում փորձ, իսկ փորձն էլ միշտ չի որ դրականն է։ Մենք լավ փորձառու վատ համբավ ունեցող փոխնախարարներ ունենք եւ դրա համար խնդրում չթիրախավորել փոխնախարարի տարիքը, մենք մեր փորձով տեսել ենք, թե այդ տարիքը ինչ է իրանց ենթադրում։ Իսկ երբ որ անձնական դաշտ եք գնում, ենթադրում եմ այդ դրանից է, որ թե արդյոք դուք կողմ եք եվրոպական ինտեգրմանը, պատասխան չունեք։ Դրա համար անցել եք անձի տարիքի թիրախավորմանը, այդքան բան։ Շնորհակալություն, վարման կարգով Արման Եղոյան եւ վերջինը պարոն Ռուբինյան, էլ չի լինելու վարման կարգով։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, մեզ հասցեագրված նամակում քաղաքացու կողմից մատնանշվել է ընդհանրապես մեկ վրիպակ եւ այո, տրվել են գնահատական, որ տեքստի մեջ կան անորոշություններ եւ այլ, սակայն որևէ այլ անորոշություն չի մատնանշվել։ Չկա գետ-մեկ նախադասություն այնտեղ գրված, որ քաղաքացին ասի, ահա այս նախադասությունը անհասկանալի է կամ չի համապատասխանում անգլերեն օրիգինալին կամ երկիմաստության տեղ է թողում։ Այդ մեկ տեխնիկական վրիպակն է, որն էլ կուղվի։ Արդեն ու։ Վարման կարգով Ռուբեն Ռուբինյան։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, նենց ասեցիք, Հայաստան խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, ոնց որ մնացած ամեն ինչին ձեռնպահ չեք քվեարկում։ Ես առաջարկում դեմ քվեարկեք։ Սենց չի լինի, էլի, ամեն ինչին դուք ձեռնպահ եք քվեարկում։ Խմբակցությունը պիտի ունենա կարծիք, մարդիկ ձեզ չեն ընտրել, որպեսզի դուք ամեն ինչին ձեռնպահ քվեարկեք։ Դեմ եք քվեարկեք, դեմ, կողմ եք քվեարկեք, կողմ։ Շնորհակալություն։ Բայց որոշել ենք, որ էլ չի լինելու վարման կարգով։ Ես առաջարկում եմ մարդա ամեն կողմից մի հատել եւ վերջացնենք։ Խնդրեմ Արման Ղազարյան, համեցեք։ Դուք չեք կողմնորոշվել, այստեղ զեկուցելու ժամանակ պարոն Կոստանյանն ասում է ռազմական առաքելություն իրականացնելուց ազգային ժողովը սահմանադրությամբ պետք չի որ կայտե հաստատվի։ Պարոն Եղոյանն ասում է պետք է։ Դուք ձեր իրար մեջ որոշեք հեղինակներով, զեկուցողներով պետք է թե պետք չի որ այս դրական կարգավորումներով։ Նոր մեզ քվեարկնարկեք, մենք կողմ ենք քվեարկելու, դեմ ենք քվեարկել, դուք որոշում չունեք, իրար ամերժացեր իրաց պատասխանները։ Հետո էլ մեզ է քննադատում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, մենք կողմնորոշվելու բան չունենք, գոյություն ունի փաստաթղթեր, գոյություն ունի հստակ ձևակերպում եւ գոյություն ունի փաստ, ոչ թե կարծիք կամ ցանկություն կամ մեկնաբանություն։ Եվ վերջինը, խնդրեմ, համեցեք պարոն Կոնջարյան։ Ես ուզում եմ արձանագրել, որ Հայաստան խմբակցությունը նաև կողմ չքվեարկեց, ձեռնպահ քվեարկեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության կարգավիճակին, երբ որ մենք ամիսներ առաջ քննարկում էինք եւ քվեարկում էինք եւ համարյա նույն անհոտաբաշխ տեքստերով եւ այսօր եւս նույն տրամաբանությամբ Հայաստան խմբակցությունը կողմ չի քվեարկում եւ առնվազն անտրամաբանական եւ անարդար է, երբ որ հարցը գալիս է հասնում է օրինակ ձեր իրավունքների պաշտպանությանը, դուք հիշում եք եվրոպական կառույցներին, հիշում եք եվրոպական ժողովրդավարության եւ եվրոպական արժեքների մասին, բայց երբ որ հարցում եք նման դեպքերի, դուք մոռանում եք եվրոպական ինստիտուտների մասին, հարգելի գործընկերներ, եւ մի բան էլ ուղղակի չէի կարող չնկատեի, պարոն Մինասյան, եւ մի բան էլ պարոն Մինասյան, Ես պարոն Մինասյանի Հորդերով զգուշացնում եմ ձեզ անհոդաբաշ չի իրանց խոսքը։ Շատ լավ, ես եւ մի բան էլ, պարոն Մինասյան, այսօր քվորում ապահովելուց խեիք ոտներդ կախկցել դալիս չէիք մտնում, մտածում եք քվորում չենք ապահովելու, չէիք գալիս, որ բան չլինի։ Հուշկու հարված են հասցնում, պարոն Կոնջարյան, այնուամենայնիվ ավարտենք։ Մենք կողմ ենք քվեարկելու։ Շնորհակալություն։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացած Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության միջև
Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը քվեարկություն։ Տեղեկացնեմ, որ 6 падգամավոր թողել են իրենց կողմ քվեարկությունը Հակոբ Արշակյանը, Վահե Ղալումյանը, Անդրանիկ Քոչարյանը, Տիգրան Պարսիլյանը, Ալեքսեյ Սանդիկով, Շիրակ Թորոսյան։ Եվ ես չհասցրեցի քվեարկեմ, կարդում էի, խնդրում եմ ավելացրեք իմ եւ մնացածի քվեարկությունը, որոշումը ընդունվել է, նիստը ավարտում ենք, որովհետեւ ասել է ել չի լինելու վարման կարգով։